Հարգելի գործընկերներ, այսօր նորատապանի մամուլի սերահուն քննարկելու ենք անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենքի ընդունման օրախնդիր անհրաժեշտություն թեման։ Այդ կապակցությամբ մենք հրավիրել ենք Խաչիկ Ստամբուլցյանին հասարակական գործիչ եւ Տեր-Գյուրեղ Քահանա-Տալյանին ջրվեժի Սուրբ Կաթողիկոս եկեղեցու հոգեվոր հովիվ։ Գուցե հենց առաջինը մենք պարոն Ստամբուլցյան ձեզ խոսքը կփոխանցենք, ինչու է դարձել այժմ այդ հարցը արդիական եւ ինչու է օրենքի ընդունումը դարձել անհրաժեշտություն։ Մինչեւ այս պահը չկար այդ վտանգների, հիմա են դրանք ակնհայտորեն։ Չէ, որ իրավիճակ կա, որի մենք չենք տիրապետում։ Այդ երբ մեր Ղարաբաղյան շարժումը սկսվեց, մենք բավականին տեղեկություն չունենք եւ հատկապես Եվրոպային եւ Արևմուտքին մենք դիտում ենք որպես արդարության գրավական։ Հատկապես դրանց երկրաշարժի ժամանակ տարբեր երկրներից շատ կազմակերպություններ մուտք գործեցին օգնության, բայց այդտեղ օգնության հետ զուգահեռ այդտեղ կազմակերպեց հսկայական մի աշխատանք, որի մեջ դրվեցին նաև նոր ստեղծված պետականության մեջ միջազգային նորմերով օրենքներ ընդունելու։ Եվ մեր սահմանադրությունն էլ հատկապես 6-րդ հոդվածի մեջ գրվեց, որ միջազգային բոլոր օրենքները, նորմատիվները գերակա են։ Այսինքն, եթե միջազգային նորմով սա նախատեսված է, մեր սահմանադրությունը ստորադաս է։ Եվ այդ ժամանակ բազմաթիվ, ասենք, մարդու իրավունքներ այլ փաստաթղթեր ստորագրվեցին, մեր պետության կողմից հատկապես ոչ մի կոնվենցիա ստորագրելու ժամանակ մենք չգրեցինք բացառությամբ այս կետից, ելնելով մեր ազգային մենտալիտետից, ելնելով այս բանից, մենք ոչ բան, ուղղակի դրեցին ծայրից ծայր, ստորագրեցին առանց հասկանալու, եւ այսօր մեր սահմանադրության մեջ էլ այդ հոդվածը դրվեց, որ միջազգային նորմերը գերակա են, այս բանի ուղղությամբ եւ նրանք արդեցեցին պարտադրել մեզ տարբեր տեսակի օրենքներ։ Առաջինը արեցին պատերազմի ժամանակ, երբ որ միջազգային նորմով պարտադրեցին մեզ մոտ հացի եւ դեղերի արժեքները ազատականացնել պատերազմի ժամանակ։ Այդ jank Եվրոմիության հետ մենք փորձեցինք բանակցել, նրանք ասեցին, չէ, կանեք, կօգնենք, կֆինանսավորենք։ Չէ, իրանք կտրուկ այսպես դրեցին եւ հատկապես իրանք մեր խոսակցության ժամանակ նաեւ առանց ամաչելու հայտարարեցին մենք թույլ չենք տա որ ձեզ մոտ զարգանա ծանր արդյունաբերությունը, որտեղ դա մի անգամ ձեզ դարձյալ կապի Ռուսաստանի հետ։ Եվ մեր տնտեսության քայքայումը կատարվեց մեր ղեկավարների կողմից միջազգային այդ ուժերի ազդեցության տակ մեր գործարները լրիվ ավերվեցին եւ գնաց վայրի այս կապիտալիզմի գաղափարը ու այդ արանքում լցվեցին արդեն տարբեր տեսակի կազմակերպություններ, մարդու իրավունքներ, կրոնական ազատություն, սեռական ազատություն այս օրենքներով եւ հիմնականում իրենք գտնում էին այդ ուժերին, որոնք կարող են փողով բան անել։ Օրինակ ասենք ազգային ժողովում տարիներ առաջ ընդունեցին այդ տղամարդու կանանց հավասարության, այսպես կոչված գենդերային օրենքը, որը հիմնականում արեց Բիշարյանը, ազգային падգամոր, ինքը սկզբից փորձեց ասել իբր թե չի հասկացել գենդերը ինչա, բայց հետո պարզվեց իրանք շատ էլ լավ գիտեն եւ դրեցին ամբողջ ազգային ժողով ոտից գլուխ գրանցեց, կոճակը սեղմեցին բոլորը։ Միաձայն սա անցավ մեծ կռիվ տալուց հետո մեզ հաջողվեց այդ, այսինքն օրենքն ընդունվեց, բայց հետագա նորմատիվները, որ պետք է լինեն տարբեր օրենքների մեջ, սա կասեցված է, օրենքը կա, բայց հետադարձ, ասենք մնացած գործողությունները չկա։ Հիմա դրանից հետո առաջացել է խնդիր, այսօր կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որտեղ գրանտներ ստանալով, նրանք փորձում են միասեռականություն քարոզելու, երեխայի իրավունք քարոզելու, ընտանեկան բռնություն քարոզելու, շատ տարօրինակ է, տեսեք, բռնություն բառը իրենք դրել են ընտանիք բառի հետ, ընտանեկան բռնություն, չեն ասում փողոցային բռնություն, աշխատանքային բռնություն, չգիտեմ, բռնությունը կապել են ընտանիք բառի հետ եւ ընտանիքը վերածվել է բռնության կենտրոն այս գաղափարի շուրջ, եւ սրանով իրենք փորձում են ընտանիքը քայքայել։ Այսինքն բոլոր այդ օրենքներում դուք տեսնում եք միտում, որը տանում է։ Գիտեք ինչ, շատ բան կա, միտում, ուղղակի այս թեմայի շուրջ մի փաստաթուղթ եմ բերել ձեզ ցույց տալու։ Սա միաված ազգերի կազմակերպության հրատարակած գիրք է անհատական տվյալների մասին, այսինքն նույնականացման քարտ կամ սոցքարտի մասին։ Ես կարծամ իրենց խոսքը ձեզ որ բարձնի։ Ինչ է նշանակում անձնական տվյալներ։ Անձնական տվյալները ներառում են ցանկացած տեղեկատվություն, որ կարող է օգտագործվել տվյալների սուբյեկտի ինքնությունը պարզելու կամ նրան վնաս պատճառելու համար։ Այսինքն այդ ամբողջ նույնականացման քարտի ամբողջ գաղափարն է, որ ճշգրիտ նույնացնել այդ դու ես կամ քեզ վնաս պատճառել։ Սա գրված է բառացիորեն։
Հետո մեզ խափում են, ասելով որ այնտեղ մենք պետք է 3-4 տվյալ անուն ազգանուն բան, իսկ արյան խումբ եթե կուզես կանեն, չէ, տեսեք այս ամբողջը, այստեղ գրված է թե ինչ տվյալներ պիտի կուտակվի, այս ամբողջ գրված է, որի տակ վերջում գրված է նշում, այս ցանկը սպառիչ չէ, այսինքն էլի շատ բան տեղակենք, որի մեջ դրված է քո սեռական հակումները, քո ընտանեկան հարաբերությունը, բարեկամների հետ, գործի հետ, ամբողջ ինչ որ հնարավոր է, քաղաքական հայացքներ, ամեն ինչ, այսինքն սա այսօր այլևս չեն թաքցնում։ Այսինքն հիմա դրված է նաև, ասենք այս այլասերության հիմա նոր մի բան Եվրոպայում ինցեստ, այսինքն մայրը կամ տատը իրավունք ունի իր թոռան կամ որդու հետ ամուսնանալու։ Այս խնդիրն է դրված, ասենք այսօր Դանիայում մնացած երկրներում այս օրենքը դրված է, որ պիտի բան արվի։ Դա հավաստի է։ Իհարկե հավաստի է, ասեմ ձեզ Դանիայում ստեղծված է մանկապիղծների կուսակցություն։ Հայերենում մանկապիղծը լավ ասում ես էլի արդարացություն գաղափար, բայց դա իրաց լեզվով կոչվում է մանկասերների կուսակցություն, որի կանոնադրության առաջի կետում գրված է իրենք քեփորես գան իշխանության, իրանց թույլ կտան նորածինից մինչև զարամյալ տարիքի մարդու հետ սեռական կյանքի հարաբերությունները։ Այս մանկապիղծերի կուսակցությունը։ Այստեղ ուղղակի ամբողջ խնդիրը ինչ է նշանակում օրինակ տեսեք բնական երևույթ այսօր անգամ անասունների մեջ չէ։ Ամուսնությունը ընտանիքի կազմակերպումը զավակ ունենալու, ասենք սերնդագործության խնդիր է դրված։ Բայց այսօր դրվում են չէ պետք է ուրիշի երեխային վերցնեն տան միասեռական ընտանիքի անդամ դարձնելու համար։ Սա է իրադրությունը, վիճակը ուղղակի Հասարակական իրավիճակը վտանգավոր է։ Շատ վտանգավոր է։ Շատ վտանգավոր է եւ այսօր հասարակություն պետք է ոտքի կանգնի։ Հարցը լսենք լրագրողը շարունակենք։ Ձեր խոսքում ասացիք, որ ընտանիքներում բռնություն չկա, նաև օրենքը է դրան։ Այսօր հայկական ընտանիքներում շատ օրինակ է ոստիկանությունը տարբեր հայտարարություններ է տարածում, որ իրոք բռնություն կա։ Այս մասով ինչ է կա։ Չէ, ասեմ ձեզ, ընտանեկան բռնություն, ընդհանրապես բռնություն մարդկային ցիվիլիզացիայի հետ միշտ եղել է։ Ընտանեկան բռնություն Չէ, նորմալ չեմ համարում։ Մենք ունենք քրեական օրենսգիր, որի մեջ այդ բռնության համար դատեր է հասնում։ Թող այդ դատավարությամբ անեն, իսկ իրանք ուզում են այդ ընտանեկան բռնությունը դատարանից վերցնեն դուրս, տան սոցիալական աշխատողին, նա ինչ իրավունք ունա ընտանիքի անդամի հետ վերցնի։ Հիմա Երևանում Հայաստանում ստեղծված է 3 ապաստանային տներ եւ 7 հատ էլ պիտի կառուցվի Վովա Գասպարյանի։ Այսինքն դա այն է, որ ասենք, եթե բռնության մասին ինչ-որ խոսք ալնում, հարևան ասում կամ բան, այս սոցիալական աշխատող գալիս է առանց դատու դատաստանի կամ երեխային կամ կնոջը վերցում տանուն ապաստանի դուռը փակում են, թույլ չեն տան ընտանիքը հարաբերվի նրա հետ։ Մենք դեմ ենք բռնություններին ցանկացած տեսակի, դա լինի ընտանեկան, փողոցային, բայց բռնությունը թող օրենքով լինի, դատարանով լինի, ոստիկանությամբ լինի, ոչ սոցիալական աշխատողը, որ ինչ իրավունք ունի անի, այսինքն ընտանիքը չքայքայվի, օրենքով լինի, անօրինական չլինի։ Եթե ամեն դեպքում այդ տարիքում բռնություն կա, այդ տարիքը արդեն քայքայված է, չէ՞ համարում։ Անկախ նրանից թե ով դրան։ Կապ չունի։ Մենք ասում ենք օրենքով, դատարանով, ոստիկանությամբ, բայց ոչ սոցիալական աշխատողին իրավունք տալ ինքը մտնի ընտանիքի մեջ, քայքայ ընտանիքից անդամին, որին ուզենա վերցնի տանի, որին ուզա տանի պահի ու տեղն էլ չիմանաց։ Այսօր Գերմանիայում այս վերջի տարիների մեջ 1 միլիոն երեխա ծնողներից վերցել են եւ ծնողները տեղյակ չեն, այսինքն օտարումից հետո չգիտեն այդ երեխան կա թե չկա։ Ասենք մայրը արգելել է կոմպյուտերով զբաղվելու կամ փող են առաջարկել, ասենք որ գնա մտի, ասենք խաղատուն ծնողը արգել եղել։ Դուք եթե մտնեք միջազգային, ասենք այդ կառույցներ, այսօր տարբեր կազմակերպություններ կան աշխարհում, որոնք փորձում են այս օրինակը բերեք այդ կազմակերպության։ Որպեսզի լրագրողները ծանոթանան այդ կազմակերպությանը։ Օրինակ Գերմանիայում վերջերս YouTube-ում շատ գնաց, բոլոր Facebook-երում կար երիտասարդ ընտանիքը իր երեխան սեռական դաստիարակության ժամանակ ինքնել էր բանի մեջ վատ վիճակի մեջ։ Թողել հեռացել էր դասից։ Դասից հեռացել էր։ Հայրը արգելեց այդ դասերին գնալը, հորը դատեցին, 1 ամիս նստեց Գերմանիան բանտում, դուրս գալուց ասին, եթե հաջորդ անգամ չթողեց քո երեխան գնա այդ դասերին, արդեն ավելի շատ 6 ամսով կնստացենք, տարիով կնստացենք։ Այսինքն այս պարտադրանքները օրենքով արդեն դրված են, սրանք այդպեսին լիքն է ամբողջ աշխարհը, եթե դուք բարձեք միջազգային այս տվյալները, նայեք սարսափելի թվեր են։ Լրագրողները հարցեր ունեն, մենք բայց գուցե Տերհորը տանք։ Լավ։ Որոնք են ասեցիք, որ հիմա իրավիճակը օրհասական է, հա, այդ առումով մտահոգության տեղի
ովքեր են երեք աստղները, որոնց ձեզ ստիպում են մտածել, որ այսօր իրականում այդ իրավիճակը Դե օրինակ համար ասեք, գիտեք, մի ամիս առաջ միասեռականները Կարապի լճի մոտ եւ կոնսերվատորիայի դիմաց պլակատներ են դրել, տղամարդ հետ փաթաթված, վրա գրել է մեծ բան երջանկություն մաղթեք, տվածեր, ասենք տարբեր տեսակի, ասենք նկարներ միասեռականների, մենք կռիվ տալով կարողացանք քաղաքապետի 2 օրվա ընթացքում այդ պլակատները հանել, դարել է փինք արմենիա կազմակերպություն, դրսի փողերով մի կազմակերպություն է, որոնք հիմա փաստորեն արդեն անցել են ռեկլամային, միասեռականներին ռեկլամելու, որի մեջ դեռ մենք օրենք էլ չունենք, ոչ օրենք ունենք արգելելու, ոչ օրենք ունենք բան։ Առաջինը դա այդ գովազդող պաստառները ոչ պետք է։ Իրենք բանը հիշում եք 2 տարի առաջ միասեռականներ փորձեցին շքերթ անել։ Այս տարի արեցին մի քիչ բանը ծածկված եղանակով արեցին, վախեցան։ Լավ, գուցե խոսքը փոխանցենք տերյուրը։ Փաստորեն մեր հայ առաքելական եկեղեցին իր դիրքերում այնպես է դասավորվել, որ այսօր այդ օրենքի անհրաժեշտությունը գտնում է, որ պարտադիր է, ինքը եկեղեցին չունի ոչինչ անելու կամ վիճակի չէ այս իրավիճակում իր գործունեությունը այնպես դրսևորել, որ օրենք էլ չլինելու դեպքում մեր հայկական ավանդական ընտանիքները պահպանեն իրենց իրական Եթե եկեղեցին անելիք չունի, ապա ինչու են ես այստեղ նստած։ Դրա համար ենք հարցնում, որն է մեր անելիքը այս Ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավոր եմ եւ եկեղեցու վարդապետության եւ ժողովրդի բարոյա հոգեբանական նկարագրի պատասխանատուն եմ։ Բազմիցս հայտարարել եմ ասուլիսներին, որ սա պատերազմ է մարդ Արարածի դեմ։ Եվ հատկապես առանց որևէ վախենալու եմ հայտարարում, հատկապես հայ մարդու դեմ, հատկապես, որովհետև մեր ժողովրդի գոյությունը մեծապես պայմանավորված է ընտանիքի ինստիտուտի ամուր լինելով եւ ուղղված է հենց դրան, այդ հիմնակարին։ Մենք նախ պետք է մեզ ինքներս հարց տանք, մենք ով ենք։ Ով ենք մենք։ Հեթանոս ենք, հեթանոսության մեջ անգամ այս աստիճան պղծություններ չեն եղել։ Ով ենք։ Քրիստոնյա ենք։ Եթե քրիստոնյա ենք, ուրեմն պիտի առաջնորդվենք Սուրբ գրքով եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարդապետությամբ, այն մեծերով, որոնք մեզ սովորեցնում են Սուրբ գիրքը մեկնել, հասկանալ եւ այլն։ Թույլ տվեք, երկու հատված կարդամ, սրանից լավ դասագիրք չեմ կարող պատկերացնել։ Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության։ Ում թույլ տվեց։ Նրանց, ովքեր Աստծուն մերժեցին, ասում արարչին պաշտելու փոխարեն, արարչին պաշտեցին արարածներին, սա կրոն է, հասկանում եք, կրոն է, մարդու իրավունքները կրոն է, կրոնական երևույթ է, պաշտել մարդուն եւ սկսվում է սա, այս ճանապարհը սկսվում է Եդեմի պարտեզից, ոնց խաբեց Ադամին Սատանան, ասեց ուտես Աստծո պես կլնես, ահա, Աստծո տեղը մարդը, եւ մարդուն խաբելով կեղծ ազատություններով, այսօր զարգացած կոչվող երկրները, մարդուն տանում են, մարդկությանը տանում են անդունդ, խուսափելի անդունդ, եթե չփոխվի ընթացքը։ Հիմա կարդամ, Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության եւ իրենք իրենց մարմին անպատվեն, քանի որ Աստծո վերաբերմամբ իրենց ներողություն, քանի որ ճշմարտությունը փոխանակեցին ստով եւ արարածներին հարգանք ընծայեցին եւ նրանց պաշտեցին փոխանակ պաշտելու արարչին, որ օրհնյալ է հավիտյանս ամեն։ Հա թե ինչու Աստված թույլ տվեց, որ նրանք անձնատուր լինեն անարգ կրքերի, որովհետեւ նրանց էքերը իրենց բնական հարաբերությունները փոխանակեցին հակաբնական հարաբերություններով։ Նույնպես արուները կանանց հետ բնական հարաբերությունը թողած հակաբնական ախորժակներով
իրար ցանկացան, արուների հետ խայտարակություն էին գործում եւ իրենց մոլորության արժանի հատուցումը ստանում Աստծուց։ Մի օրինակ, Սուրբ Գիրք է, Աստծո խոսքն է սա։ Սա ոչ եւ եկեղեցին Սուրբ Գրքի միջնաբերդն է, պաշտպանն է։ Մեկ ուրիշ տեղից կարդամ։ Միթե չգիտեք, որ անիրավություն անողներն Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Հիմա մենք հավատում ենք երկնքի արքայությանը։ Քրիստոնյա ենք թե ոչ, հարց է։ Քրիստոնյան ոնց կարող է ասել, ես չեմ հավատում, որ կա հավիտենական կյանք, կա երկնքի արքայություն, այն արքայությունը, որտեղ թագավորում է սերը, Աստծո հետ միասին։ Եթե չենք հավատում, ուրեմն քրիստոնյա չենք, եթե քրիստոնյա չենք, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, ինչ ա որ։ Ինչ կա որ։ Պղծություն, վերջացնեմ, այս մեջբերումը կարելի է։ Դուք ձեզ չխաբեք, նրանք, որ պոռնկություն են անում, կամ կռապաշտ են, կամ շնացող, իգացող, արմամոլ, գող, ագա, գինեմոլ, բամբասող կամ հափշտակող Աստծո արքայությունը չեն մտնելու։ Վերջ, չեն մտնելու։ Հիմա ինչ պիտի անենք, մեր անելիքը որն է։ Մեր անելիքը Աստծո խոսքով, հոգևոր, զորավոր խոսքով պաշտպանելու մեր ժողովրդին այս պղծություններից, պաշտպանելու կործանումից, հեռացնելու այն ինչ որ կոչված է անել եկեղեցին իր հոգևորականներով եւ նաեւ բարեպաշտ քրիստոնյա հավատացյալ մարդիկ։ Լրագրողը հարց ունի, գցենք։ Հարցը պարոնստանության եւ պատճառ։ Տարիներ առաջ Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի սենատոր Նենսի Շեֆերը զեկույց հրապարակեց Միացյալ Նահանգներում երեխաների պաշտպանության ցանցի կողմնակցված բիզնեսի մասին, որով հիմնավորեց, որ իբր երեխաներին բռնությունից պաշտպանելու պատրվակով նրանց տեղափոխում էին ապաստարաններ, որի հետևանքով ապաստարանները հսկայական գումարներ էին ստանում այդ ամեն մի խլված երեխայի համար։ Նաև այնտեղ բացեց փակագծերը, որ այդ բիզնեսի մեջ ներգրավված են մեծ չափով դատարաններ, դատախազներ, հմիչներ, բժիշկներ եւ այլն, որոնք խնդրում են նման երեխաների խլված, որպեսզի նրանց հաշվին իրենց աշխատավարձը ապահովեն։ Նաև անցած տարի արտաքին նախկին արտադրության նախարար Գևորգ Դանիելյանը ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի վերաբերյալ նշեց, որ դա հակասահմանադրական օրենք է եւ որ այնտեղ կան վիճահարույց կետեր, մասնավորապես ունեն հոգեբանական բռնություն, որը խիստ սուբյեկտիվ է եւ չկա աշխարհում միանշանակ կարծիք դրա վերաբերյալ։ Ինչ կարծիք ունեք օրենքի դրույթների վերաբերյալ, որտեղ նա նշեց նաեւ, որ կա կարծիք նաեւ, որ օրենքը կոչվում է կանխարգելման, բայց ինքը պատժիչ օրենք է իրականում եւ ում կանխարգելման հետ կապ չունի։ Ամբողջ խնդիրն է, որ այդ ձևակերպումները, օրինակ ասենք, հենց դրած բան, հոգեբանական բռնություն։ Դա իրավաբանական ձևակերպում չի, եւ այդ հոգեբանական ասենք բռնության անվան տակ ինչ ասես կարող ես օգտագործել եւ դա այդ օգտագործես պատճառ երեխային ծնողից հոտարելու։ Անկամ մի հայացք կարող ես։ Ասենք անգամ կա տնտեսական բռնություն, օրինակ ասենք պատկացեք երեխան գալիս ասում է փողտուր ես գնում եմ կազինո։ Ծնողը չի տալիս, տնտեսական բռնություն եղավ, այսինքն իրան տնտեսապես բռնեց։ Ուզում է ասենք ինքը ոչ թե դասերն անել, այլ կոմպյուտերի վրա խաղեր խաղալ կամ մտնել ասենք այս սայթը, որ իրան թույլատրված չի։ Ծնողը արգելում է, սա դառնում է արդեն հոգեբանական բռնություն, այսինքն այնպես են արել, որ այդ երեխան իր գործունեության մեջ ինչ արվի, հնարավոր լինի մտցնել այդ բռնության մեջ եւ երեխային հանել։ Հիմնականում, օրինակ այդ Գերմանիայում 1 միլիոն երեխա որ վերցված է, պաշտոնապես ասենք շատ ուժեր կա պայքարող կազմակերպություններ կա, որոնք այս մասին խոսելուց ասում են, որ փաստորեն երեխաները, որոնք վերցել են, մի մասը վաճառում են այդ միասեռական ընտանիքի մեջ որպես երեխա, մի մասին դնում են սեռական շահագործման, իսկ որոշակի մասին ուղղակի նրանց օգտագործեն պահեստամաս, սիրտ, երիկամ, լիարդ։ Պատկերացրեք, այսօր ամենամեծ բիզնեսը նավթի
առևտրի բիզնեսից ավելի բարձր եկամուտներ է բերում մարդօրգանների առևտուրը։ Սա արվում է բոլոր ճանապարհները, օրինակ ասենք այս կազմակերպեցին այդ գաղթականների մուտքը դեպի Եվրոպա։ Պաշտոնապես հայտնի է, մոտապես 100,000 երեխա մաքսատնով անցել է, գրանցվել է, այդ 100,000 երեխան այսօր փնտրում են Եվրոպայում չկա, ոչ մեկը չկա։ Սա հիմա այս օրենքներով իրենք նախատեսած հազարավոր գործ են մնաք, ասենք հենց հիմա փաստորեն Նելի Դուրյանը ոստիկանության անչափահասների մեկ տարի առաջ մամուլի ասուլիսի ժամանակ փորձեց խոսել են, որ մեր վիճակը այնպես է դարձել, որ երեխաներին ծեծում են, ջարդում են, թվերեր ասում, բաներ անում, մենք դարձյալ հանդես եկանք մամուլի ասուլիսով եւ փաստեցինք այդ կեղծիքները, վերջի անգամ այս վերջի մամուլի ասուլիսում ասես մի քիչ կրճատվել է։ Խնդիրը գիտեք ինչ բան կա։ Միշտ կա, ասենք, խնդիրներ լինում են ընտանիքների մեջ։ Այսօր դուք տեղյակ եք, որ ասենք ՄԱԿ-ի կազմակերպության միջոցով արդեն Հայաստանում հաշվառված են բոլոր այն երեխաները, որոնց կարելի է օտարել։ Արդեն ցուցակագրված։ Գնում են մտնում են, ասենք, կազմակերպել են կառույցներ, մենք էլ անտերպետություն ենք, ոչ արտգործնախարարություն ենք, ոչ պաշտպանված ենք։ Մտնում են տուն, երեխային, ասենք, ծնողին հարցում են, ասում են, կարելի է մի հատ ձեր սառնարանը նայենք։ Երեխային Ինչպես են ընտրում այդ ընտանիքները։ Աղբյուրը որտեղից է գալիս։ Աղբյուրը սոցիալնախարարության միջոցով, ասենք, են որոնք Այսինքն թիրախանապահ։ Պետությունը ինքը թույլատրում է փաստորեն այդ օրենքները նաև միջանք սոցիալական ապահովության նախարարության Ֆիլարետ Բերիկյանն էր այդ օրենքների հիմնական։ Այսինքն պետությունը պաշտպանելու փոխարեն պետությունը ինքը թույլ է տալիս, որ մտնեն մեր ընտանիքները։ Այսինքն այսօր գիտեք ինչ է արված, ամբողջ խնդիրը հետևյալն է։ Իրենք օգտվելով այն հանգամանքից, որ տվյալ երկիրը ինչ որ տնտեսական կախման մեջ է, իրենց ասում են, այս օրենքը կընդունես, ձեզ վարկ կտանք։ Բերեմ օրինակ, Հունաստանը դա ուղղափառ եկեղեցու միջնաբերդներ։ Իրենք տնտեսապես քայքայեցին, արգելեցին, բերեցին աղքատության եզրին, ինքը երբ որ փորձեց վարկ խնդրել, ասես միասեռականությունը ընդունեք, ամուսնությունը ընդունեք, վարկ տամ։ Այնքան աղքատ վիճակի մեջ են տնտեսությունն են քայքայ, որոնք ստիպած համաձայնվեցին։ Այս ընդունեցին, իրաց վարկը տվեցին, այս տարի սեպտեմբերից Հունաստանի բոլոր դպրոցներում արգելվեց աղոթելը։ Դպրոցում արգելեցին երեխան աղոթելուց։ Իրենք այդ նույն ձևի Իտալիան քայքայեցին, որը կաթոլիկ աշխարհի, ասենք, խոշորագույն, ասենք, կենտրոնն է եւ հատկապես Իսպանիան, որ կաթոլիցիզմի միջնաբերդն է։ Երկուսին էլ աղքատացրեցին, ծայրահեղացրեցին եւ պարտադրեցին եւ Իտալիան ընդունեց միասեռականության օրենքը եւ Իսպանիան ընդունեց։ Այսինքն այդ նույն ճանապարհով հիմա գիտեն, որ մենք տնտեսական կարիքի մեջ ենք, ասում են, այս օրենքը կընդունես, այսքան կտանք, օրինակ 80 քանի միլիոն եվրո այս մեր հասարակական կազմակերպությունը կռիվ դեռ այսօր Հայաստանն ես չի մտել, որտեղ չթողեցին գենդերի օրենքի հետագա զարգացումը, այս օրենքը, ալուրի օրենքը, մյուս օրենքը, հիմա փաստորեն նորից խնդիրը դրված է, այս տարի մինչև նոյեմբերը պետք է այդ օրենքներից որոշակի մաս ընդունեն, կընդունեն այդ 88 միլիոնը կմտնի Հայաստան, չէ, չեն տալու, այս է process-ը։ Լրագրողը հարցնում է։ Դուք ասացիք, որ ոստիկանության կողմից ներկայացված թվերը սխալ են, ուղղակցված են ու որոշ տվյալներ ձեր ճշմարիտ պատճառով իրականության են ողջունել եւ երկրորդ հարցը ստերոն ուղղված եկեղեցին անջատ է չէ պետությունից ու պետության կողմից ընդունվող օրենքների հետ կապված եկեղեցու մուտքը եկեղեցու սպասավորների մասնակցությունը վայտական կառույցների առումով ինչքանով է ճիշտ համարում որովհետեւ եթե չեմ սխալվում կրոնի եւ խղճի ազատության օրենքի համաձայն բոլորը հավասար են բացի եկեղեցուց որը պետական կրոն է համարում մյուս կրոնական կազմակերպությունների մուտքը մտավախություն չկա, որ նույնպես միջամտեն ու մասնակցեն մյուս օրենքներին։ Իհարկե միջամտում եւ մասնակցում են, եկեղեցին իրավունք ունի զերծ մնալու պետության, ժողովրդի գործերից։ Մեր սահմանադրության մեջ ամրագրված է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին շատ որոշակիորեն արտոնություն ունի։ Այդպես է հայ։ Մյուս բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ եւ դա օրինաչափ է ամբողջ մեր ժողովրդի պատմությունը քրիստոնյա դառնալուց հետո ամբողջ այդ ընթացքը առաջնորդել է եկեղեցին
եւ իշխանությունը միասին ձեռք-ձեռքի, երբեմն ոչ, երբեմն ձեռք-ձեռքի, ինչեւ է։ Այս ամեն ինչը վերաբերում է իմ ժողովրդին, որի ծնունդն եմ ես։ Ես շատ երեխաներ ունեմ Ջերվեժի եկեղեցում, ինձ մոտ երեխաները շատ են գալիս։ Ես նայում եմ այդ լուսավոր, այդ լուսատիտիկներին ասեմ, չգիտեմ ում ասեմ, դեմքից ժպիտը չի իջնում։ Բայց քիչ հետո, երբ նրանք հեռանում են, մտածում եմ ինչ է լինելու սրանց վերջը։ Եվ ես իրավունք չունեմ ինքնահոսի թողնել։ Չունեմ այդ իրավունքը։ Չունեմ որպես հոգևորական, որպես հայ մարդ, որպես հայր, այդ իրավունքը չունեմ։ Այսինքն դեռ նորմալ է, որ եկեղեցին խառնվի պետության կողմից։ Խառնվի այդ բառը չեմ ընդունում։ Միջամտի, մասնակցի։ Այո, բայց անշուշտ ոչ չգիտեմ, հեղաշրջման ձևով, այլ պետության հետ, իշխանության հետ համաձայնեցված բնական է։ Գիտեք, հարցս կպատասխանեք, այսինքն ոստիկանության կողմից կողմել երեխաների ներկայացում փոթերի հետ կապված, դրանք կեղծ է։ իհարկե կեղծ է։ Գիտեք ինչ, որտեվ ասենք այդ հիմա 7 ապաստանի տներ որ պիտի կառուցեն, դա դրսի փողերով են, դրանք հսկական գումարներ են։ Եվ դա պետք է կառուցվի ոստիկանության կառույցի միջոցով։ 1. Երկրորդ, ասենք, երբ որ ասենք մի օրենք բերվում է այս կառույցի համար, ասենք անելու առաջ նույնականացման քարտը, այդ օրենքները նախատեսված էր եւ միած այդ գենդերը սոցնախարարության Ֆիլարետ Բերիկյաններ։ Այդ բոլոր, ասենք, դրամաշնորհները իրանք միլիոններով էին ստանում եւ մի օրենք կար, իրանք մենակ մի օրենք ձևակերպելու համար, որը ամբողջ աշխարհում նույնն է, ուղղակի թարգմանաբար։ Մի քանի $100,000 ձևակերպելին օրենքի ձևակերպման համար։ Այստեղ գնում են ուրիշ խնդիրներ չասեմ։ Հետ խնդիրն այն է, որ դրում են այնպիսի բան վիճակի մեջ, որ ստացվի, որ իրենք մեր օգուտի համար են աշխատում։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու պետության անջատման մասին, ասեմ քեզ։ Ֆրանսիայի հեղափոխության ժամանակ աթեիզմ տարածվեց եւ արգելվեց եկեղեցին պետությունից բաժանեցին։ Հեղափոխությունից հետո սովետական միության առաջացման ժամանակ Հայաստանի եկեղեցին, ասին եկեղեցի դու այլևս իրավունք չունես, ստացվում է որ ասենք բարոյական ամենամեծ կառույցը Պատվարը։ Սա եկեղեցուն արգելելն է պետական շինության մեջ աշխատել, ասենք ոնց որ դու տունը կառուցես առանց ցեմենտի, քարերը շարես առանց ցեմենտի, եկեղեցին շղախն է, այդ պետության ազգի գոյության շղախն է։ Իրենք սա հատուկ ասեցին որ առանձնացած է։ Օրինակ ասենք Հունաստանում եկեղեցին եւ պետությունը իրարից բաժանված չեն։ Այնտեղ հոգևորականները պետական ծառայողներ են։ Սահմանադրությամբ է ձևակերպված։ Բայց կարողացան, չէ՞։ Հա, կարողացան։ Ուղղակի ամբողջ խնդիրը նա է, որ մենք աշճանաբար հրաժարվելով, թուլացնելով մեր քրիստոնյա լինելը, մենք շատ հեշտությամբ տրվում ենք արտաքին ուժերին։ Եվ միանում ենք իրենց կործանարար ճանապարհին։ Լրագրողը հարց ունի, լսենք։ Պարոն Սամբուրցյան, վերջի 2 տարիների ընթացքում նկատվում է Հայաստանում հանրային տարածող հասարակական կազմակերպությունների կողմից որոշակի ակտիվություն։ Մասնավորապես 16 թվականի մայիսի 19-ին Հյուսիսային Պողոտայում ներկայացում կազմակերպեցին լեսբիական քարոզի։ Այս տարի եւս շքերթ կազմակերպեց, գերի շքերթ փոքր քանակի, բայց ամենայնայնվեց։ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը եւս LGBT դրոշը բարձրացրեց։ Նույն կազմակերպությունների կողմից մշակվում է երեխաների սեռական դաստիարակության ծրագիր, որտեղ պետք է դպրոցների ներդրվի, որտեղ նույնպես միասեռականության քարոզ է արվում, նաև հակաբեղնավորիչներ եւ այլն։ Ինչ է կարծում, նաև այդ պաստառները, որ դուք նշեցիք, ինչ է կարծում, որ չկա արդյոք անհրաժեշտություն Հայաստանում վերջապես ունենալ օրենք, որը արգելի գոնե անչափահասների շրջանում այլասերվածության, բռնության եւ այլ վնասակար տեղեկատվության արգել։ Ղաչիկ ջան, երկու բառ ասեմ։ Որը արգելի է այդ քարոզը։ Այդ ամեն ինչը այնքան մեծ զավեշտ է, շատ տարօրինակ է։ Երեխային ինչ որ բան սովորեցնել կամ ինչ որ բան խրատել, չէ՞, ինչ որ բանի մեջ բռնություն է։ Երեխային պարտադրել սեռական դաստիարակության դասին մասնակցել բռնություն չէ։ Սա ինչ է նշանակում։ Խնդիրը հետևյալն է, փաստորեն այսօր հարյուրավոր հասարակական կազմակերպություններ կան, որոնք դրսից գրանտներ ստանալով եւ գրականություն են տարածում մարդկանց մեջ այդ թեմաներով,
իրենք փողոցային այդ ինչպես ասեցիր հյուսային պողոտայում ասենք ցուցադրական միջոցառումներ են կազմակերպում եւ բնականաբար այսօր շատ ասենք եվրոպական դեսպանատների աշխատողներ ինտենսիվ մտածեն այդ կազմակերպությունների ֆինանսավորող եւ գրգռող կառույցների մեջ եւ ամենաբարձր բանը նա էր որ Անգլիան իր պետական դրոշը հանեց վրան կախեց միասեռականների գեյերի դրոշը եւ երկու օր պահեց մենք այդ հարցի ժամանակ Տերկյուրեղը նաև մեզ հետ էր, մենք ապստամբեցինք, գնացինք այդտեղ դեսպանատան արչև կանգնեցինք, կազմակերպություն եկան, մենք կարողացանք այդ դրոշը հանել։ Հիմա խնդիրը նա է, որ ասինքն մեր ամբողջ նպատակը նա է, որ մենք կարողանանք մեր ազգային ժողովի միջոցով, կառույցների միջոցով, կուսակցությունների միջոցով ստեղծել օրենք, թույլ չտալու այդ մանկապղծությունը, այդ քարոզչությունը անչափահասների մեջ բանանել, որտեղ այսօր Եվրոպայում արդեն դրված է ուրիշ խնդիր։ Երեխան, եթե ծնողը իր տղա երեխային ասի դու տղա ես կամ աղջկան ասի դու աղջիկ ես, դա համարվում է բռնություն, այսինքն պետք է չէ, մարդու իրավունքները, այդ երեխայի իրավունքն է խանգարում։ Պիտի թույլ տաս ինքը մեծանա, ինքը որոշի, ինքը արական սեռի է, թե հեքիաթական սեռի է։ Շեշտի որ ազգային ժողովը պետք է օրենք ընդունի։ Բայց օրինակ կան տեղեկություններ, որ աղբյուրները հայտնի են, որ ազգային ժողովում առնվազն երկու ֆրակցիա, երկու կուսակցություն, երկու ուժ քաղաքական, մեկը ելքը, մյուսը դաշնակները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ի մեջ ներառվում է երկու պատասխանատու անձ կարևոր պաշտոններում, որոնք այդ այլասերման քարոզի պատասխանատուն են Հայաստանում։ Եվ երկրորդը դաշնակցությունը, որը պարտավորություն է ստանձնել խտրականության դեմ օրենքի լոբինգի համար Հայաստանում։ Լոբինգից բացի դրանից էլ Նաիրա Զոհրաբյանը 2-3 օր առաջ հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին եւ վստահեցրել է, որ ընտանեկան բռնության օրենքը ընդունվելու է։ Ինչ եք կարծում այս երեք ուժերի աստորեն այս կառուցությունների օրենքների կողմինելու հանգամանք հաշվառելով ինչպես է կարծում։ Ես հիմա հետաքրքիր մի բան ասեմ։ Նաիրա Զոհրաբյանի հետ անձամբ մի 2-3 անգամ հանդիպել եմ սոցիալական քարտերի եւ այդ միասեռականության հարցի շուրջ, ինքը ասաց ես տղամարդավարի կանգնած եմ, այս հարցի շուրջ փաստորեն գիտես ինչ եղավ։ Փաստորեն Նաիրի Զոհրաբյանը այս Անգլիայի դեսպանատան հանդիպելու ցույցը 170 աշճանով իր փոխեց։ Հիմա ես ասեմ ինչն է պատճառը, ո՞նց են փոխում։ Մեր բոլոր օլիգարխները օֆշորներում գումարներ ունեն։ Հիմա ինչ են անում, ասում են քո կուսակցությամբ, եթե այս օրենքը չընդունես, օֆշորում քո գումարները կփակենք։ Բնականաբար ասենք հիմա Ծառուկյան Գագիկը ինչքան գումարներ ունի, ես չգիտեմ, գործարար մարդ է, օֆշորներում ինչքան փող ունի։ Նաիրային արդեն սա ինքը որ տրամաբանորեն մի տարի առաջ ինքը կանգնած էր բարոյական խնդիրների համար որպես ջատագող մեկը, այսօր Անգլիայում ասելա, որ արդեն իրանք պիտի պատրաստեն այս ընտանեկան բռնության խնդիրի իրագործելու։ Իսկ հիշում եք Սորոսի ֆոնդը 60 հարցով հարց ուղարկեց այս մեր կուսակցությունների, որոնք պետք է ընտրեին, այս ընտրությունների մասնակցում էին։ Դաշնակները, ելքը եւ օրոն։ Օսկանյանի կուսակցությունը։ Իրենք 20-րդ բանի մեջ գրված էր դուք այդ միասեռականների հարցում ինչպես եք բանանում կողմում երեքն էլ գրել են որ մենք դրական ենք ուզում ենք գրած էր եկեղեցուց համաձայն եք որ հանենք եկեղեցու այդ դպրոցներից հանենք եկեղեցու պատմության դասավանդումը դաշնակները լռել էին չէին պատասխանել օրոն ու ելքը գրել են այո Սրանք փաստորեն դուսակալի որ մեր կուսակցությունները, որոնք կոչվում են նաև ազգային 100-ամյա կուսակցություն, Արմեն Ռուստամյանը ինքը Եվրոպայում ստորագրել է կոնվենցիա, որ այս օրենքները պետք է Հայաստանում անցնել, այսօր հուշագիր։ Պարոն Ստամբոլյան, փաստորեն պես է ստացվում, որ վտանգը կա եւ պետության ներսում արդեն վտանգը կա եւ պետության պատասխանատուները իրենք են միջամտում, որպեսզի այդ օրենքները ընդունվեն, այդ դեպքում ինչպես եք տեսնում ելքը։ Գիտեք, ես քահանա չեմ, բայց հավատացյալ եմ։
Եթե մենք հիմա ճշգրիտ նայենք այս ամբողջ օրենքների հետևում ով է կանգնած։ Կարանք ասենք մասոնները սենց աշխարհիկ բան, բայց եթե որ լուրջ ասենք իսկ դրանից հետո ով է, սատանան է։ Այսինքն այսօր սատանայի հաղթարշավ է ամբողջ աշխարհում։ Ես ասեմ ձեզ, գործնականում եթե մենք այսօր քրիստոնյա ենք, մենք հավատում ենք Աստծո զորությանը, մենք Աստծով պիտի հաղթենք, ոչ մի գաղթել չկա, եթե Աստված ամենազորն է, մենք պետք է կանգնենք որպես Քրիստոսի զինվոր եւ բոլոր այս հակաթույները ավետարանով պիտի մենք մաքրենք։ Մենք ասելով նկատի ունենք հասարակությունը եւ եկեղեցին։ Հասարակությունը, եկեղեցին գիտեք ինչ, մի նայեք որ միայն սքեմավոր ասենք քահանաներն են։ Եկեղեցին դա նշանակում է բոլոր հավատացյալները։ Այսինքն ամբողջ ժողովուրդը, որոնք հավատում են Աստծուն։ Բոլոր մկրտված մարդիկ։ Ինչպես։ Ինչ ակցիաներ է կազմակերպել։ Պայքարը ունենք մենք նախապատրաստում ենք, ասենք օրենքների միջոցով, գտնում ենք, ասենք մի րոպե։ Գիտեմ չեն գործում։ Մենք պետք է գտնենք падգամավորներ, որոնք համաձայնվեն այս արգելքի, ասենք օրենք ընդունեն, որ ասենք արգելվի։ Եթե սա չեղավ, դուք գանք փողոց, սա չեղավ, կազմակերպեք, ասենք փողոցային երթեր, անհրաժեշտության դեպքում, ասենք գնանք շրջաները։ Մենք առաջիկա քայլերը այսօր մենք ուզում ենք ժողովրդին ասել ժողովուրդ, մեզ ծանր վտանգ է սպառնում։ Ոտքի կանգնեք։ Այսինքն տեղեկատվության, իրազեկության խնդիր է դրված։ Օրինակ այդ բրոշուրներ, որ ես բերել եմ այստեղ ձեզ համար, այդտեղ եւ գրված է այդ միասեռականության մասին, եւ գրված է նույնականացման քարտի մասին, եւ գրած է ընտանիքի մասին։ Մենք սա նաեւ տպում ենք հազարներով, բաժանում ենք ժողովրդին, որ գիտակցեն ինչ է կատարվում։ Այսօր գիտեք սարսափելի ասենք, շատերը այսպես ասում, գիտես, դե մեր մենթալիտետին սա ձեռնտու չի։ Ինչ անեն չի սա, չէ, օրենքը երբ որ մտավ, դու այլևս չես կարա անչափահաս երեխայի հետ խոսել։ Կրոնական փոքրամասնությունների հետ բացահայտ քարոզչական բաններին, ակցիաներին ինչպես է վերաբերվում կամ եկեղեցին ինչ կարող անել դրանց վերաբերելու։ Գիտես ինչ, կներես Խաչիկ ջան, եկեղեցու զենքը խոսքն է։ Նախ եւ առաջ։ Հիմա այս ամեն ինչի պայքարի մեջ, օրինակ մենք ունենք մի ստվար խումբ հավատացյալների, որ պայմանավորված ենք ամեն երեկո 10:30-ին ամեն մեկը իր տանը ծնկի գա եւ աղոթ կանի մեր ժողովրդի, մեր պետության փրկության համար, որտեղ Աստված ամենազոր է։ Եվ հայր, փաստորեն միջև մենք աղոթք ենք անում։ Դա շատ լուրջ տարբերակ է, որ բնակարանների դռները թակում են, փողոցներում, տրանսպորտում այդ ձեր ասած հակաքարոզչական մարդիկ ավելի ակտիվ են աշխատում փաստորեն այսօրվա դրությամբ։ Բոլոր կանգառներում դրված են իրենց Գիտեք ինչ։ Գիտես ինչ, այ օրինակ հիմա դուք բոլորը տեղյակ չեք։ Այսօր արդարադատության նախարարությունը առանց եկեղեցու, առանց ժողովրդի, առանց ազգի խղճազատության օրենքի մի հատ նախագիծ է կազմել, որը լկտիություն է դեմ մեր ժողովրդին։ Այս օրենքով հիմա ես հավաքել եմ սա եւ հիմա մենք կազմակերպենք, որ հանդիպենք արդարադատության նախարարության ասելով, եթե դու ես թուղթը սարքել ես, իրենք գնում են Ամերիկայում կամ ասենք Եվրոպայում, ձևակերպում են ըստ իրանց, բերում են տալիս են, որովհետեւ մեզ խղճազատության օրենքով ավելի վատ վիճակ, քան այսօր իրանք օրենք են ընդունել, չես կարա պատկերել։ Հիմա մենք նաև պատերազմում ենք սրան։ Գիտեք ինչ, աղոթքը ինչ է, որ շատերի համար դա անհասկանալի է։ Աղոթքը հարց ու պատասխան է Աստծո հետ։ Աղոթքը Աստված Պողոս Արաքյալն ասում է, ամեն գործից առաջ աղոթք արեք։ Մենք խնդրում ենք Աստծուն, որ ճանապարհ բացի։ Գտնեք մի դեպուտատ, որ այդ օրենքը բարձրացի։ Մենք աղոթում ենք Տեր Աստծուն, որպեսզի զարգանա, որպեսզի փողոցը ոչ թե 6 հոգի լինենք, այլ 60,000 լինենք։ Ազգային ժողովում հավաքված են մարդիկ, որոնք հեռու են աղոթում, Գիտեմ։ որոնք հեռու են բարոյական եւ հոգեվոր ազգային։ իմաստություն տանել։ Մենք խնդրում ենք, որ Աստված Եվ այսօր մենք լուրջ խնդիր ունենք։ մենք խնդրում ենք, որ Եվ այդ մինչև նոյեմբեր բավականին կարճ ժամանակահատված է արդեն կարծես թե մնացել եւ ձեր անելիքները, ձեր ռազմավարությունը, եթե դուք մի ասեք ձեր անելիքը, մեր անելիքները, մեր անելիքները, բաժանում ենք, ասենք, մեր կազմակերպության ներկայացուցիչ տարբեր մարզերում որ կա, որ ասենք այդ չէ,
բանը ասենք տալիս ենք մեկի մի անձին, մեկը ասենք մեկը եկեղեցում է բաժանում, մեկը իր աշխատանքի տեղ վայրում է բաժանում, մեկը դպրոցում է բաժանում, որտեղ որ գտնենք ակտիվիստներ հավաքներ պատրաստվում եք կազմակերպել, Իհարկե։ որ այդ բաժանելը դեռ հələ չի նշանակվում։ Չէ, սրանք չէ, մենք սրանք արտնացման համար է, արտնացման համար է։ Որքան ժամանակ եք բաժանում եւ ինչ որ դրական Գիտեք ինչ, եթե դուք նայել եք մոտապես վերջի 20 տարին մենք կռվում ենք սոցիալական քարտերի դեմ, կռվում ենք միասեռականության դեմ, կռվում ենք ընտանեկան բռնության դեմ։ Մենք անդադար աշխատում ենք եւ փաստորեն աշյանաբար նաեւ ստեղծել ենք հասարակական կազմակերպություն, կա ասենք քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման, կա բանը Facebook-յան էջեր կան, ասենք այդ բռնություն կազմակերպություններ են։ Իհարկե, Facebook չեք մտել, ասենք ոչ էլեկտրոնային ճամբարին։ Սա մեծ ցանց է։ Օրինակ Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգների մի քանի նահանգներում գործում է միասեռականության քարոզի արկել, ոչ թե միասեռականության արկել, այլ միասեռականության քարոզի արկել, այդ բավականին էֆեկտիվ գործում է։ Ինչ եք կարծում, հնարավոր է որ Հայաստանում եւս անհրաժեշտությունը հաստատեցին որ կա։ Ինչ եք կարծում, ինչպես այդ նման օրենք կարող է Հայաստանում ընդունվել։ Ով կարող է ազգային ժողովում դա ներկայացնել։ Անկեղծ որ ասեմ, մենք ունենք որոշակի, ասենք, թվով 5-6 ազգային նկարագիր ունեցող պատգամավորներ, որոնք հանձն են առնում։ Հանձն են առնում այս օրենքը մտցնել ազգային ժողով, բայց իրանք հիմա պահանջ ունեն, որ հետևից իրենց հետևում կանգնող լինի, ասենք ժողովուրդ լինի, փողոցում, օրինակ ասենք, հիշում եք, սոցիալական քարտերի ժամանակ մենք 100,000 ստորագրություն հավաքելուց բացի, այդ օրենքը երբ որ ընտրվում էր բանի համար, մի քանի հազար մարդ ազգային ժողովի շուրջ կանգնած ենք։ Մեր այդ հազարավոր մարդկանց պատճառով այնտեղ մենք գտանք պատգամավորներ, որոնք ամբիոնից փորձեցին խոսել։ Այսօր կան անձեր, որոնք պատրաստ են այս օրենքը մտցնելու, բայց դրա համար անհրաժեշտ է, որ մենք իրան թիկունքում ներկայացնենք հասարակական կարծիք։ Հենարան պետք է։ Հենարան պետք է լինի։ Իսկ բայց այսօր օրինակ Միացյալ Նահանգներում բոլոր նահանգները չի որ միասեռականություն թույլատրվում է։ Այնտեղ նաև քրեական Չէ, քարոզելը չի, միասեռականություն համարում է քրեորեն պատժելի, անգամ դատում են միասեռականներին։ Այդպիսի նահանգներ էլ կան Միացյալ Նահանգներում։ Տեր հայր, իսկ ինչ եք կարծում, միթե օրենքներով պետք է պահպանենք հայ ընտանիքը։ Այս թեկուզ դրսից բերված բարքերը, դրսի բերված մշակույթ եւ այլն։ Միթե այդ ամենը հայկական ընտանիքը պահպանելու համար պետք է լինեն օրենքներ, որոնք հաստատվեն ազգային ժողովում։ Այդքան հետ ենք ընկել մենք մեր իրականությունից, մեր արժե համակարգից, որ Գիտեք, ձեր հարցը շատ խորքային հարց է։ Ինչու է հնարավոր մեր ժողովրդի մեջ ներմուծել նման օրենքներ, որովհետև մշակույթը։ Այո, կարևորել չի արտաքին, ներքին, դա չի էական, այլ նման պիղծ գաղափարներ, որովհետև մեր ժողովուրդը ինչ-ինչ պատճառներով պատմական եւ այլ։ Խոսքս վերջի 100-ամյակի մասին է ասենք։ Մեր ժողովուրդը հեռացել է Աստծուց։ Որոշակիորեն։ Եվ տեսեք, մեր ժողովրդի, մեր հավատացյալներից շատ-շատերի, մկրտված մարդիկ են, եկեղեցու անդամներ են, բայց նրանց քրիստոնեությունը մոմ վառելուց այն կողմ չի անցնում։ Սուրբ Գիրք չեն կարդում, մոտավոր բաներ գիտեն, որովհետև մենք մեզ մոտ որդեգրել ենք սկզբունք առանց զրույցի մկրտություն կամ պսակ չանել։ Այդ զրույցները մեծ օգուտ են տալիս անշուշտ։ Եվ տեսնում ես, որ մարդիկ անգետ են, չեն կարդում Սուրբ Գիրք, չգիտեն հավատամքը, հայ առաքելական Սուրբ եկեղեցու դավանության, վարդապետության հիմքը, հավատամքը, չեն կարդում։ Եվ սրա այս առումով մենք հսկայական աշխատանք ունենք անելու, հոգևորականներս, եկեղեցին, հսկայական աշխատանք եւ ոչ միայն մենք, այլ նաեւ դուք, եթե դուք մկրտված մարդ եք եւ եկեղեցու անդամ եք, դուք էլ պարտավոր եք ձեր շրջապատում լույս լինել, ինչպես Քրիստոս մեզ պատվիրել է մեր Տերը, դուք եք աշխարհի լույսը։ Դուք եք աշխարհի լույսը։ Մեզ չի ասել,
Չի ասել հոգևորականները աշխարհի լույսն են, առաքյալները, մնացածը ոչ։ Ամեն մի քրիստոնյա մարդ պետք է լուսավորի իր շրջապատը, փոքր կամ մեծ, ամեն մեկին իր չափով։ Սա է մեր խնդիրը, սա է։ Եթե ժողովուրդը մարդիկ առողջ մտածելակերպ ունենան եւ իրապես քրիստոնյա լինեն, ոչ մի նման օրենք չի կարող այստեղ գործել։ Այդ դեպքում մենք գուցե ունենք խնդիր նաև կրթական համակարգում։ Կրթական համակարգը նաև որ այսօր ասենք այդ Սորոսի ֆոնդի աշխատողները սեռական դաստիարակության մասին գիրք են պատրաստել եւ վերջերս նաև կլոր ցեղան են արել, որի ներկայ են եղել եւ կրթական ներկայացուցիչներ եւ մանի քաղաքապետարանի եւ այնտեղ դրվել է այդ խնդիրը գրանտներով սարքած գիրքը եւ դպրոցի դիրեկտորներից մի քանիսը համաձայնվել են դա մտցնել իրենց օրակարգի մեջ, բայց դրա համար մեծ կռիվ գալմաղալ եղավ եւ գիտեմ որ քաղաքապետարանի այդ կրթության բաժնի վարիչը հենց այդ պատճառով հեռացվեց։ Այսինքն խնդիրը նա է, եթե դուք գործունեություն ծավալես, Աստված քեզ անպտուղ չի թողի։ Ցանկացած օրինակ ասենք ալուրի այդ մեր կաղված ալուրի խառնման մասին մի խումբ մարդկանցով ստորագրը հավաք կազմակերպելով ելույթներ նստացույց փողոց դուրս եկանք փաստորեն այդ օրենք հիմա կասեցված է ճիշտ է անվաշ չի բայց կասեցված է այսինքն ցանկացած պայքար Աստված իր կամքով մեզ տալիս է այդ պտուղը որից մենք պետք է օգտվենք մի բան ավելացնեմ ասացիս պետք չէ սխալ ընկալել, թե ես սպասում եմ, որ բոլորս դառնանք կատարյալ քրիստոնյաներ։ Այդպես չի լինում։ Բայց գոնե այդ ճանապարհով դանդաղ կամարակ քայլողներ պիտի լինենք, թե չէ։ Հա? Բոլորս չենք կարող դառնալ կատարյալ։ Ամեն մեկը իր մեղքերն ունի, թերություններն ունի, հասկանալի է դա։ Բայց բոլորս մի տեսլական պիտի ունենանք։ Նույն ուղղությամբ մեր հայացքը պիտի լինի։ Այսինքն այն ինչ որ դուք խոսում եք, այն ինչ որ դուք ասում եք, դուք համարում եք, որ պայքարի իրատեսական ձև է եւ այդ պայքարով հնարավոր է մինչեւ նոյեմբեր, ամենայն դեպս այս օրենքի կապված եմ խոսում։ Միանշանակ, նախ եւ առաջ հնարավոր է հասնել արդյունքի։ Իհարկե։ Նախ եւ առաջ մենք պիտի այս օրենքում էլ հասնենք արդյունքի, շարունակաբար կլինեն Իսկ ինչ եք կարծում, ինչու են օրենքները ընդունվում կամ որոշումներ են արվում այդ օրենքների ընդունման, նոր հետո հանրային կարծիքը ըմբոստանում է կամ հնարավոր չէ այդ ամենը։ Չէ, այդ օրենքները հիմա որ մենք խոսում ենք, այդ օրենքները չկան։ Հիմա իրենք նոր ուզում են ընդունել, մենք հիմա դեմ ենք կանգնում, որ չընդունվի։ Ամբողջ խնդիրը սա է, այդ միա։ Դրա մասին եմ խոսում, գուցե ձեզ հրավիրեն կամ դուք հանդիպում առաջարկեք այդպիսին։ Մենք ինքներս ասենք փորձում ենք ասենք։ Ոչ թե փողոցում ասենք ակցիա կազմակերպենք ազգային ժողովի դիմաց եւ այլն։ Չէ, ազգային ժողովի որոշակի падգամավորների հետ ասենք նախքին ասենք падգամավորների ունեցել ենք։ Հիմա նորից պիտի սկսենք, ասենք մենք ջանասիրաբար աշխատում ենք։ Փորձում ենք նախ մարդկայնորեն մտնել իրենց բացատրել, որ սիրելիս դու էլ երեխա ունես, դու էլ թոռ ունես, պապիկ ես կամ բան։ Դու ինչպես ես նայում այս օրենքին։ Իրենք էլ նեղվում են։ Խոստովանում են, որ շատ վատ է։ Մենք փորձենք ամեն ինչ անել։ Բայց ավելի հաճախ ասում են մենք ինչ կարող ենք անել։ Հա։ Օրինակ համար ասենք հիմա ասենք ովքեր օֆշորներում փող ունեն ու իրանց օֆշորի ծորակը փակելու են։ Իրենք ստիպած իրանց դավանանքը իրանց բանը փողն է։ Ոչ բարոյական։ Իրանք ստիպված այդ փողի համար իրանք չեն էլ մտածում որ վաղը չեմ իսու օրենքը իր որդուն է։ Պատճառով հասարակ ընտանիքներն են քայքայում։ Այո, իհարկե։ Այսինքն ազգային ժողովում չեն ասում օֆշորային, հացի խնդիր լուծելու համար մարդիկ դառնում են աղանդավոր, մարդիկ գնում են այլ այլաբանությունների հետ։ Դե դրա համար գիտեք ինչ, ամբողջ խնդիրն է քրիստոնեության ժամանակ, ասենք մենք եթե իրոք քրիստոնյա ենք, մենք դիմանանք Աստված ինչ է պահանջում ինձ։ Հիսուսն ասեց ով որ իմ հետևից գա, ինքը չասեց քեզ տուն կտամ, փող կտամ, պաշտոն կտամ, ասեց խաչը վերցում հետևից արի։ Քեզ պիտի հալածեն, քեզ պիտի ծեծեն, բանտ նստացեն, պատրաստ ես։ Ուրեմն աշակերտն ես, չէ՞ մի արի։ Այսինքն բան Աստծո հետևից քայլելը դժվար գործ է, որտեղ բարոյական ամբողջ խնդիրը դրվում է քո վրա եւ դու պարտավոր ես քայլել այդ ճանապարհով։ Եվ Աստված չի պարտադրում, ոնց ուզում ես։
ասենք այսօր ինչպես է որ մարդիկ մեկը ասենք գնում է անբարոյական ճանապարհով է ապրում, մեկը բարոյական սահմանների վրա։ Մարդուն տրված է ազատություն, տրված է այս ճանապարհը դրական է, այս պատսական է։ Ոնց ուզում ես գնա, բայց քեզ նախորոք ասեմ, սա ճանապարհը դժոխք է, սա ճանապարհը դրախտն է։ Մի խնդիր ուզում եմ նաև առաջ քաշել։ Տեսեք, ինքս որպես հոգևորական հաճախ լսում եմ այսպիսի խոսք. եկեղեցին մեզ ինչ է սովորեցնում։ Լավ, ինչ է սովորեցնում։ Իսկ դու ուզում ես սովորել։ Սա մեկ։ Ուզում ես սովորել։ Ասում եմ շողակատալիկ նայում եք, մի 20 տարի կա, չէ՞ արդեն երևի։ Արդեն կլինի, հա։ Չէ, ասում չեմ նայում։ Դու նստել օրը 2 անգամ հնդկական սերիալ ես նայում, քո երեխան այնտեղ չգիտես ինչով ազգում, հեռախոսը տվել ես ձեռքը, որ մենակ ձենը կտրի, դու սերիալ ես նայում, ասում ես ինչ է սովորեցնում մեզ եկեղեցին։ Այնքան բան է սովորեցնում նրան, ով սովորելու ցանկություն ունի։ Ով չի համարում, որ քրիստոնեությունը սա է, գնամ մոնվարելը վատ բան չէ, իսեր Աստծո։ Շատ լավ բան։ Բայց մոնվարելով քրիստոնեություն քրիստոնյա լինել բավարար չէ։ Հեռանում են քրիստոնեությունից, դրա համար մեր իրականությունը դարձել է քրիստոնեությունը ապրելու ձև է։ Քրիստոնեությունը փիլիսոփայություն չի, գաղափարախոսություն չի, ապրելու ձև է։ Եթե ձևով չես ապրում, քրիստոնյա չես, գիտելիքով չի։ Պարոն Ստամբոլցյան, այսօր փաստորեն մեր ասուլիսի նպատակը գուցե այն է, որ դուք մեկնարկում եք այս ձեր շարժման մասին, խոսում եք, բարձրաձայնում եք, ասում եք եւ ոչ եք անում գուցե այն մարդկանց, ովքեր ձեզ հետ համակիրներ են, միանան ձեր շարժմանը եւ մոտավորապես ինչ ժամանակահատված եք դուք ձեր համար նախանշել։ Ինչ որ 3 ամիս հետո հավաքվելու եք, տեսնեք թեկուզ շուտերի տարածումից հետո արձագանք։ Մենք ամեն օր աշխատանքի մեջ ենք։ Ամեն օր մենք փորձում ենք եւ իշխանությունների հետ խոսում ենք ժողովրդի հետ, մարզերի հետ։ Իսկ երբ մեզ հաշվետու ասուլիսով հանդես կգաք հաշվետվությամբ, թեկուզ ասեք, որ այս հասել ենք այս ցուցանիշին։ Օրինակ համար այսօր մենք խնդրել ենք ձեզ այս մամուլի ասուլիսին, երբ մենք էլի կարիք կունենանք, մենք նորից կխնդրենք եւ որտեւ այսօր հիմա ես գիտեմ կան ասենք հասարակական կազմակերպություններ, որոնք պատրաստ են իրենք էլ իրենց մամուլի ասուլիսով ժողովրդին ոտքի կանգնացնել, որտեվ սա ծանր բան է։ Պատկերացեք, ունեք երեխա հրեշտակի պես մեկը ծնվել է ու հանկարծակի նրան սարքել անբարոյական կամ տալ օտարների։ Սա մեր կործանման ճանապարհ է։ Սա մեր կործանման ճանապարհ, պատկերացեք, մենք ինչքան ենք, ասենք Հայաստանում որքան ենք մենք սիրում մեր երեխաներին, մենք ամեն ինչ անում ենք մեր երեխաների համար, հանկարծակի մենք ստեղծենք մի միջավայր, որ մեր երեխան գնա սատանայի բաժին դառնա։ Եթե լրագրողները այլևս հարցեր չունեն, շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեծ հյուրընկալելու համար եւ հաջորդ հանդիպման ժամանակ ունենանք դրական ցուցանիշներ եւ այդ ձեր պայքարը եւ այս օրենքների չընդունումները տեսնենք, որ ստացվում է իրոք իրապեսական է, իրոք հույս ունենք, հույս ունենք։ Եվ անհույս չէ։ Շնորհակալ եմ շատ մեծ հյուրընկալելու համար։ Մենք շնորհակալ ենք։